Սիրահարվելու քաղաքը Երևանը հոկտեմբերի 11-ից 12-ը տոնելու է իր 2807-ամյակը։ Երևանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին ներկայացնում ենք միջոցառումների ցանկը, որ բաց չթողնեն եւս մեկ անգամ քաղաքին սիրահարվելու հնարավորությունը։ Այսպիսով, հոկտեմբերի 11 ժամը 15:00 Ստեփան Շահումյանի անվան հրապարակում բացօթյա սփինինգ եւ մարզական պարեր։ Մարզումները կիրականացնեն փորձառու մարզիչները։ Դարձյալ հոկտեմբերի 11 ժամը 18:00-ից 23:00 Դիանա Աբգարի անվան զբոսայգում կանցկացվի գարեջրի մեծ փառատոն, որին զուգահեռ կկայանա DJ համերգ։ Երեկոյի գլխավոր հյուրն է համաշխարհային հռչակ ունեցող DJ Բենի Բենեսին, ով բեմ կբարձրանա ժամը 21:00-ին։ Հոկտեմբերի 12 կեսօրից սկսած Երևանի մի շարք վայրերում կկազմակերպվեն բազմաժանր երաժշտական միջոցառումներ։ Հոկտեմբերի 12 Դիանա Աբգարի անվան զբոսայգի 13:00-ից սկսած կհնչի ռոք երաժշտություն։ Հանդես կգան Սևագիրը, Թմբաթան, Another Story-ն, Ռոզենթալն, Լավելին, Սուրեն Արոստամյանը, Նեմրան, Բամբիրը, Սարգիս Մանուկյան եւ ընկերները։ Հոկտեմբերի 12 ժամը 12:00-ից մինչև 21:00 Կասկադը կլցվի ջազի հարուստ հնչյուններով։ Հանդես կգան Երևան փողային նվագախումբը, Jazz for Kids-ը, Երևան Calling քարյակը, Արցախի պետական ջազի նվագախումբը, Հայաստանի պետական ջազի նվագախումբը, Midnight Avenue Band-ը, Malchas Jazz Trio-ն, Վահագն Հայրապետյան տրիոն եւ Արտո Թունջբոյաջյանն ու Armenian Navy Band-ը։ Ժամը 13:00-ից Շարլ Անձնավուրի հրապարակը կտրամադրվի էստրադային կատարումներին։ Կհնչեն սիրված գործեր Երվանդ Երզնկյանի նվագախմբի, Ethno Colors Band-ի, Delete-ի, Կամի Ֆրենցի, Brunette-ի եւ Reincarnation-ի կողմից։ Տոնակատարությանը անմասն չեն մնա դասական երաժշտության սիրահարները։ Ժամը 17:00-ից Ազատության հրապարակում նրանք հնարավորություն կունենան ունկնդրելու Հայաստանի պետական սիմֆոնիկ եւ Երևան երիտասարդական նվագախմբերին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգին հանդես կգան օպերային հայտնի երգիչ-երգչուհիներ։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Ժամը 12:00-ից 23:00 Հյուսիսային պողոտայում տեղի կունենա ավանդական եւ սիրված գինու փառատոնը։ Երևանի փողոցներով կերթևեկի ուրախ եւ երաժշտությամբ լցված ավտոբուս, DJ-ներով, պարերով ու բարձր տրամադրությամբ։ Մեկնարկը կլինի Մատենադարանի ժամը 17:00-ին։ Սախարովի հրապարակում 12:00-ից 18:00 կկազմակերպվի սպորտային գոտի, որտեղ կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, փողոցային բասկետբոլին, սեղանի թենիսին եւ այլ զանազան սպորտաձևերին նվիրված միջոցառումներ։ Այս տարի օդապարիկները կթռչեն ոչ թե Հանրապետության հրապարակից, այլ առաջին անգամ Էրեբունի պատմահնագիտական թանգարանի տարածքից կմեկնարկի Բացահայտիր Հայաստանը երկնքից օդագնացության միջազգային փառատոնը։ Եվ վերջապես տոնակատարությունը կամփոփվի Հանրապետության հրապարակում ժամը 21:00-ին Թաթա Սիմոնյանի մեծ համերգով, որի հյուրը կլինի սիրված ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան։ Ապա Հանրապետության հրապարակի երկինքը կլուսավորվի շքեղ հրավառությամբ։ Դե ինչ, բոլորիդ մաղթում ենք բարձր տրամադրություն ու հիանալի ժամանց։